Իմ թիկունքում Սիզավետի Գագիկ Քոթանջյանի մեղուներն են, որոնք կարճ ժամանակահատվածում եղանակային պայմաններից ելնելով կլինեն Գյումրիում հենց այս այգում։ Լրագրողական մեր հետաքրքրասիրությունն այսօր մեզ բերել է մեղվապահության աշխարհ։ Սիզավետից ժամանակավորապես Գյումրի տեղափոխված այս մեղուները կեսկատակ կեսլուրջ Ուզբեկստանից ներգաղթյալ են եւ առանց կացության կարգավիճակի հարցեր լուծելու արդեն աշխատում են ամբողջ թափով ու իրենց բնորոշ ջանասիրությամբ։ Գարունը Սիզավետում ուշ է գալիս, իսկ մեղուներն անշուշտ ոչ մեկին չեն սպասում, ու այսպես տարին մեկ անգամ նրանք արտագաղթում են Սիզավետից դեպի Գյումրու մի փոքրիկ, բայց մաքուր ու բուրավետ այգի։ Ինչի համար եմ ես բերել գյուղից ստեղ, հիմա տեղափոխեմ մի որոշ ժամանակի դու գյուղ, որովհետև ընտեղ է պետք հիմնականում։ Պետք է նայել, ստուգել, ժամանակին տեղադրել, վերնահարկել մյուսը։ Մեղվապահությունը Գագիկ Քոթանջյանի համար միայն եկամտի աղբյուր չէ, դա կապ է բնության հետ, կենդանի էակների խնամք ու մի փոքր հոգատարություն։ Նաև կարելի բացելուց ստուգել կարող ինչ-որ հիվանդություններ կամ ինչ վիճակներ մեղվի մոտ ինչ է կատարվում։ Դուք կօգնեք ինձ։ Սիրով, բայց պիտի ասեք ինչ անեմ։ Այդպես սեղմեք թողեք, ահա։ Ես բացեմ։ Դիք որ Մասրա էֆեկտը ո՞րն է։ Մեղուն հանգստանակ, ինքը գիտեք, սա հրդե է կամ ինչ է, իրանք տես ինչ միանգամից տեղափոխվում գներքեր։ Աշխատասիրություն, ինքնակարգապահություն ու նույնիսկ կազմակերպվածություն մեղուներից շատ բան կա սովորելու, ասում է մեղվապահը։ Մեղուներից մարդիկ պետք է սովորեն շատ բան։ Ամենաաշխատասեր վիճակն է։ Մենք էլ կօգտվենք։ Գագիկ Քոթանջյանը մեղվապահությամբ սկսել է զբաղվել վերջին տարիներին, բայց արդեն որոշել է սա լինելու է ոչ միայն գյուղատնտեսական աշխատանքի մաս, այլ նաև ընտանիքի փոքրիկ բիզնեսը։ Ու այդ հարցում նրան աջակցել է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը։ Ուզեցա օգտվել այս ծրագրից։ Դիմեցի գյուղապետարան, թե ինչ ձևով, ինչ կարգով կարող եմ այդ ծրագրից օգտվել, բացատրեցին, օգնեցին։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայեկյանը նշում է, ծրագիրը նոր է ներդրվել, սակայն մարզում արդեն շահառուներ կան։ Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի շրջանակներում շահառուները հնարավորություն ունեն ձեռք բերել մեղվափետակներ 8-ից 12 շրջանակով, յուրաքանչյուր մեղվափետակի մասով փոխհատուցում է տրամադրվում արժեքի 50%-ի չափով, արժեք գնահատվում է 80,000 դրամ եւ յուրաքանչյուր մեղվափետակի մասով փոխհատուցումը կազմում է առավելագույն 40,000 դրամ։ Նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը ծրագրի հիմնական նպատակներից մեկը սա է։ Մարզի բարձրադիր ու սահմանամերձ բնակավայրերում է հատկապես նկատելի հետաքրքրվածություն այս ծրագրի հանդեպ։ Լավն է, թազա պետք է։ Հա։ Մինչ ծրագրից կհասցնեն օգտվել նաև այլ բնակիչներ, Գագիկ Քոթանջյանը նշում է, շիրակյան նեկտարը մեղր դարձնելու հարցում մեղուներն իրենց արդարացնում են։ Աստղիկ Խաչատրյան, Խանավ Անիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։